Մանուկյան նախոզում էի թանգարանի նոր ցուցադրության հետ կապված երեք օտար երկրների նախագահներ էին այցելել, ինչ տպավորություններ կային, ինչ-որ բաներ կմանրամասն։ 4 երկրի նախագահներ ունեինք մեր թանգարով հյուր, դե շատ են նախագահներ, բայց որ միաժամանակ 4 հոգի լինեն չէր եղել։ Շատ տպավորված էին, համենայն դեպս ես անձամբ Սերբիայի նախագահին եմ տարել եւ Սերբիայի նախագահան բավականին տպավորված էր։ Նույնիսկ կիսվեց, քանի որ սերբերը նույնպես թուրքական տիրապետության տակ են եղել, այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են մեր հետ, նաև կիսվեց իր զգացումներով եւ կարծում եմ բոլորն էլ գնահատեցին, բոլորն էլ հասկացան, որ բավականին շատ նյութ կա եւ թանգարանային տեսակետից է ինքը ավելի շահեկան եւ նաեւ նյութի մատուցման առումով։ Այդ առումով կարծում եմ, որ հաջող էր երեք ամեն ինչ։ Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներից որևէ բան։ Ռուսաստանի նախագահը նույնպես շատ հետաքրքրված էր, հարցեր էր տալիս ընթացքում։ Ֆրանսիայի նախագահին ես չեմ ուղեկցել, բայց շատ կարևոր էր նաև Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ պայմանագրի ստորագրում։ Մենք երեք ստորագրեցինք ՇՕԱ հիմնադրամի հետ պայմանագիր համագործակցության մասին եւ այն փաստը, որ ինքը անձամբ Ֆրանսիայի նախագահան ուզել էր, որ նույն օրը լինի, երբ որ ինքը կլինի թանգարանում, դա վկայում է, որ նաև իրենք հասկանում են փոխհամագործակցության կարևորությունը այս թեմայի շուրջ։ Ընդհանուր այս 100-ամյակի միջոցառումները, 100-ամյակն ինքնին, օտար պետությունների կողմից 100-ամյակը ճանաչել Ավստրիան, նախորդին ճանաչեց, հնարավոր է առաջիկայում Գերմանիան, ընդհանուր առմամբ մոտեցնում են այդ ճանաչման գործընթացին, թե հակառակը Թուրքիային ավելի ագրեսիվ դարձնում է։ Չէ, գիտեք, Թուրքիան ագրեսիվ է առանց այս գործընթացի։ Թուրքիան միշտ եղել է ագրեսիվ եւ մենք չպետք է մտածենք, որ ինչ որ մի բան չանելով կարող ենք Թուրքիային հետ պայել։ Մենք 15 թվին էլ ենք նույն ձև մտածում։ 15 թվականին նաև շատ մեր կուսակցական առաջնորդներ չգրգռելու համար Թուրքիային, զենքերն էին հավաքում, թույլ չէին տալի դիմադրություն կազմակերպել եւ մենք տեսանք ինչ եղավ։ Այդ առումով պետք չի դրա մասին ասել։ Ես սովորել շեշտեցի, որ միակ ճանապարհը իմ կարծիքով, իմ անձնական կարծիքով դա քաղաքական ճնշումն է։ Ինչքան ավելի մեծ լինի քաղաքական ճնշումը, այնքան ավելի մեծ են շանսերը, որ մենք հաջողության կհասնենք եւ Թուրքիայի պարագայում եւ համաշխարհային կարծիքի պարագայում, իսկ այն որ իրավական վճիռը, որը կարող է կայացվի եւ իրավական դաշտը, որը կարող է մեր օգտին լինի, մեծապես կապված է քաղաքական նպատակարարությունով, քաղաքական դիրքորոշումից, դա պարզ է։ Դրա համար քաղաքական ճնշումը եւ կշիռը պետք է շարունակվի, իսկ ճանաչումները միայն դա են տալիս մեզ։